Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում։ Այսօրվա եթերաժամի ընթացքում դիտեք կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից։ Հիբրիդային հնարավոր հարձակումներին դիմակայելու համար Հայաստանը ընտրություններին ընդառաջ Եվրամիությունից օգնություն է խնդրել։ What can we do to help them? Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանք հրազենային վիրավորումից 3 օր առաջ մահացած զինծառայողի գործով։ Անհայտ է նա Սմբատ Կիրակոսյանի ծառայակիցն է, թե վերադասը։ Փաստաբանների բողոքից հետո Միքայել arczepiskopos Աջապահյանը վաղը կտեղափոխվի հիվանդանոց եւ կվիրահատվի։ Իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով եւ մեր աշխարհագրական դիրքով։ Ծառահատումներն են Երևանի կեղտոտ օդի հիմնական պատճառը, ընդդիմախոսները հակադարձում են քաղաքային իշխանությանը։ Շին հրապարակ է մեր քաղաքը։ Какое просто меня выпустили. Слава, меня повернули в Украину. Չեն զղջում, հայտարարում են պայքարը շարունակելու մասին։ 5 տարվա բանտարկությունից հետո Բելարուսի ընդդիմության ներկայացուցիչները ազատ արձակվեցին։ Я всегда видел то, что я считал правильным и нужным. Հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանը Բրյուսելից օգնություն է խնդրում։ Հարցը այսօր է քննարկվել, բայց կոնկրետ արդյունքները դեռ հայտնի չեն։ Միայն հաղորդվեց, որ Եվրամիության անդամ երկրները աջակցություն են հայտնել Հայաստանին մեջբերեմ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում։ Մեջբերման ավարտը։ Եվրամիության պաշտոնյաների հետ Արարատ Միրզոյանի հանդիպման մասին հաղորդած արտգործնախարարությունը օրակարգը 3 չէր բացահայտել, իսկ ահա Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը հակագծերը բացել է։ Երևանն ուզում է Բրյուսելի օգնությամբ պայքարել արտաքին միջամտության դեմ։ Մինչ իշխանությունը հնարավոր սցենարներ է պատմում, ինչ կարող է լինել նախընտրական շրջանում, ընդդիմությունը հենց եվրոպացիների հետ այդ օրակարգն է համարում երկրի ներքին հարցերի միջամտություն։ Խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը։ Այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Կայա Կալասը մանրամասնել է հարցը քննարկել են Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա հանդիպմանը։ Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, ու մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Քիշնևին Բրյուսելն օժանդակել է Մոլդովայում Եվրամիության գործընկերության առաքելության միջոցով։ Ըստ պաշտոնական կայքի 2022 թվականից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից ի վեր Մոլդովայում հիբրիդային հարձակումներ են նկատվել, որոնց նպատակն է եղել վարկաբեկել դեմոկրատական ինստիտուտները։ Ընտրություններից առաջ Մոլդովան հայտարարում էր Ռուսաստանից զանգվածային միջամտությունների մասին։ Երկրի ռուսամետ ընդդիմությունը մեղադրանքներն անհիմն էր որակում։ Ռուսաստանն էլ դա համարում էր հակառուսական հիստերիա։ Հայաստանի արտգործնախարարությունը շատ մանրամասներ չի փոխանցում այսօրվա հանդիպումից։ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում շատ հպանցիկ նշել է, քննարկել են նաև հիբրիդային սպառնալիքները։ Թե ինչ է սա նշանակում եւ որ երկրից կամ երկրներից են գալիս այդ վտանգները, նախարարը չի բացահայտել։ Քննարկել ենք Եվրամիություն Հայաստան համագործակցության ոլորտում բոլոր հիմնական ձեռքբերումները, սկսած տնտեսությունից, դիմակայունության ամրապնդումից մինչև անվտանգության հետ կապված հարցեր, ներառյալ հիբրիդային սպառնալիքները եւ Եվրամիության խաղաղության մեխանիզմի շրջանակներում աջակցությունը։ Որ Հայաստանի իշխանությունը 2026-ի ընտրություններից առաջ արտաքին վտանգները չեզոքացնելու համար օգնության կարիք ունի, խորհրդարանում այսօր հայտարարեց քաղաքացիական պայմանագրի փոխնախագահը։ Գևորգ Պապոյանը սակայն սպառնալիքների մասին ոչ թե կոնկրետ տեղեկություններ ուներ, այլ ենթադրություններ։ Հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի
կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների։ ՔՊԱ-ական Պապոյանը եւս չասաց, որ երկրից կամ երկրներից են նման հարձակումներ սպասվում, բայց շեշտեց պայքարի համար իրենց անհրաժեշտ է փող, ուժ ու գիտելիք, ինչպես ինքը ձևակերպեց ժամանակին կտրուկ գործելու համար։ Իսկ Եվրամիության հաջողված փորձն իշխանության ներկայացուցչի կարծիքով կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Ժողովրդավարական երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքներով, ուժով եւ գումարով եւ որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել։ Բրյուսելն արդեն հայտարարել է, որ ընտրություններին ընդառաջ 12 միլիոն եվրո աջակցություն է տրամադրելու Երևանին արտաքին միջամտության դեմ պայքարի համար։ Եվ եթե հայ պաշտոնյաները երկրի անուն չեն նշում, ապա եվրոպացի պաշտոնյաները ուղիղ են հայտարարում։ Խոսքը Ռուսաստանի մասինն է։ Այս մասին խոսել է թե Կայա Կալասը դեկտեմբերի սկզբին Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրման ընթացքում, թե Գերմանիայի կանցլերը Հայաստանի վարչապետի հետ անցած շաբաթ Բեռլինում տեղի ունեցած համատեղ ասուլիսում։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի ունենալու Հայաստանում, եւ խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են գրավում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սահմանել Եվրամիության հետ եւ արևմուտքի հետ սերտացման հարաբերությունների մերձեցման մասին եւ սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին։ Ֆրիդրիխ Մերցի այս պնդմանը Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չէր արձագանքել։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները Եվրամիության հետ քննարկելը ընդդիմադիրների գնահատմամբ բացահայտ միջամտություն է պետության ներքին գործերին։ Իշխանական Պապոյանը համաձայն չէ։ Մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում, ասում եք այս մարդը, ասենք ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի կամ ծեծի։ Այդ դեպքում դա եթե դուք համարում եք, որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է, միգուցե։ ԿՊԱ-ական պաշտոնյան դարձյալ ենթադրություններով շարունակեց։ Եթե մի կողմում նժարի վրա հետևյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը, այո, ակնհայտորեն ես կնախընտրեմ դա, որպիսի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի ուրեմն ձեռք բերել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի համար անհասկանալի է, ինչ նկատի ունեն ԿՊԱ-ականները հիբրիդային պատերազմ ասելով։ Հարցնում է ընդդիմադիրներին ուղղված իշխանականների առանցքային մեղադրանքներից մեկի օտարերկրյա գործակալ լինելու վերաբերյալ, ինչու մինչ օրս մեկ քրեական գործ չկա։ Այդ հարցի հետ կապված միջև վերջ գնացեք եւ բանարեք կամ սուտ տեղեկություններ մի տվեք, ասինքն մի ստեք։ Խափում են այս մարդիկ ամեն անգամ խափում են մեր հանրությանը, մեր հասարակությանը, կա այդ հարցումների պատասխանը, ԱԱԾ-ն այդ առումով մի քանի նաև նամակներ ունեն, կարող եք ձեզ տրամադրել, որ նման բան գոյություն չունի։ Ուրիշ հիմի այս իշխանություններին, ով որ այս իշխանություններին դեմ է, ասում են ռուսի շպիոն է։ Ընդդիմադիր падգամավորի գնահատմամբ Հայաստանին ցանկանում են գործիք դարձնել Ռուսաստանի դեմ։ Իշխանականները մինչդեռ մշտապես շեշտում են, Երևանը վարում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ 3 օր առաջ հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Սմբատ Կիրակոսյանի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ով է կալանավորվածը, ծառայակիցը թե վերադաս, դեպքն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, այս հարցերը անպատասխան են։ Դեպքի հաջորդ օրը քննչական կոմիտեն արդեն նախնական վարկած էր առաջ քաշել, թե զինծառայողը ինքնասպան է եղել։ Իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին։ Սմբատ Կիրակոսյանի մահը ըստ իրավապաշտպանների տարվա ընթացքում 17-րդն էր զինված ուժերում։ Բոլոր զինվորներն էլ խաղաղ պայմաններում են մահացել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր նախընտրել է անպատասխան թողնել քննադատությունները։ Նախ մահվան թվերն են իրավապաշտպանները քննադատում, նաև որ դրանք որպես կանոն միանգամից ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել են որակվում։
Արցախցիները դիմել են վեհափառին թեմի առաջնորդին փոխելու խնդրանքով։ Էջմիածինը սակայն չի շտապում Գարեգին երկրորդի հեռացումը պահանջող բարձրաստիճան հոգևորականներին կարգալույծ անելու հարցում։ Արցախցիների այս կոչին դեռ չեն արձագանքել։ Իսկ Հայաստանի վարչապետը ամենաարագ տեմպերով է առաջ մղում հոգևոր նորոգման պլանը։ Պատարակները տեղի են ունենում ըստ նրա նախապայմանների, հնդածը շարադրում է եկեղեցու կանոնադրության իր պատկերացրած դրույթները։ Արմավիրի թեմի հոգևորականներից օգնող չկար, որ թեմի հաշվապահն է ուղեկցում օգնում պատարագի շտապող Սիոն arczepiskoposին, հարցնում է արմավիրցին Նարեկ Ղևոնդյանը։ Միանշանակ թեմի քահանաները հրաժարվել են, այլ մկրտիչը օգնեց ուրեմն պատարագի ժամանակ Սիոն Սրբազանին, ուրեմն այս պայմանությամբ արմավիրի թեմից միայն մի քահանա գտնվեց, ով միացավ այդ ամենին, դա այլ մկրտիչն է, մնացած քահանաները առնվազն այս պայմանությամբ բացարձակ ոչ մի աջակցություն ցույց չեն տալիս, ուրեմն այս հակաեկեղեցական արշավին։ Հայաստանի վարչապետի հոգևոր կյանքը փորձության առջև է կանգնեցնում եկեղեցու տարբեր թեմերի քահանաներին։ Արդեն հստակ է Փաշինյանի մասնակցության պատարագների համար պետք է գտնել այնպիսի քահանա, որ կհամաձայնի աղոթքի տեքստից չեզոքացնել վեհափառի անունը։ Նարեկ Ղևոնդյանի տեղեկությամբ այս թեմի քահանաների մեծ մասը հրաժարվել է դա անել, ինչպես Գյումրիում էր, եւ խորան է բարձրացել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskoposը։ Ես որոշել եմ ինքս անելով, ոչ, բոլորը համաձայն են եղել։ Սիոն Սրբազանն ինքը հերքում է քահանաները բոլորն էլ համաձայնել են շրջանցել Գարեգին երկրորդի անունը, ուղղակի ինքն է պատարագել, սակայն թեմի քահանաներից Տեր Տաճատն օրինակ հստակ հայտարարել էր ուխտին ու վեհափառին հավատարիմ է։ Սիոն Սրբազանը նաև չի հստակեցնում ինչու է նրան օգնողը նույն Տեր Մկրտիչ քահանան, ոչ թե թեմի ավելի քան 20 մյուս հոգևորականներից մեկը։ Տեր Մկրտիչն էր նախորդ կիրակի Արմավիրից Շիրակ 7 վերք հասել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը մատուցելու համար։ Եվ մեր ոգի ծնության մեջ է, որովհետև եկեղեցի պետություն այս ամերաշտության գրավական մեր ժողովրդի հաջողության ուղին է։ Կարող է լինել Սիոն Սրբազանը պատարագի ավարտի խոսքում մի քանի անգամ դիմում է սիրելի վարչապետին, ուրախ է, ավելին ցնծում է, որ ղեկավարությունն է եկեղեցում։ Այս arczepiskoposը վեհափառին հանգստյան ուղարկող 10 միաբաններից մեկն է։ Ամիսներ առաջ նրա ծիծաղն էր գալիս, երբ կաթողիկոսին հեռացնելու գործն սկսեց իշխանական թիմը։ Վեհափառայրապետը արդեն քանի թե նախագահներ, թե վարչապետներ են փոխել եւ ինքը դեռ իր գահին բազմած է։ Մայրաթորի 56 միաբաններից առայժմ 10 են, որ վեհափառի հրաժարականն են պահանջում։ Նրանց թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոսը։ Արցախցիները սկզբում անակնկալի եկան։ Թեմական խորհուրդը Վրդանես Սրբազանի քայլը դատապարտեց, այժմ էլ քաղաքասարակության մի խումբ անդամներ բաց նամակ են հղել վեհափառին։ Խիստ մտահոգիչ եւ անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը խախտելով մեր Սուրբ եկեղեցու օրենքները փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ ամենայն հայոց հայրապետի դեմ, ով մշտապես իր անկախտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի եւ Արցախահայության խնդիրները, հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարեւորագույն նախաձեռնություններով, այդ թվում միջազգային հարթակներում։ Արցախի հայոց թեմը դավաճանված է, խնդրում ենք փոխել Արցախի թեմի առաջնորդին։ Վեհափառին են դիմում Արցախյան ավելի քան 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորի կողքին կազմակերպությունից մինչև Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա։ Մայրաթորից խնդրագրին դեռ չեն արձագանքել։ Ոչ մի օր առանց հոգևոր նորոգման օրակարգն առաջ մղելու Հայաստանի վարչապետը ճանապարհային քարտեզ էր հրապարակել, կաթողիկոսը հեռանում է, տեղապահ են նշանակում ու անցնում նոր կանոնադրությանը։ Այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարկության կանոններ գոյություն չունեն, այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականը իր ամենօրյա գործունեության եւ կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությունը նույնպես ըստ Փաշինյանի պիտի ֆիքսվի կանոնադրությամբ։ Այս առումով նա իր դժգոհությունը նաև գերմանական հանդիպումներում է հայտնել։ Հոգևոր թեմաներով չեն խոսում հոգևորականները, քաղաքական քարոզ են անում, ասել է Փաշինյանը։ Դարձել են քաղաքական կուսակցություն, ինչը բացարձակապես անընդունելի եւ անթույլատրելի է, եւ այդ ընկալումն էլ կա։ Եվ այն օրվա այդ դրվագը ես չգիտեի, ինձ բերեցին ցույց տվեցին, որ եկեղեցու գործող ղեկավարը
Օդանավակայանում դուրս է գալիս, ասում է կոչերով հանդես են եկել, որ եկեք բան դիմավորենք եւ այլն, դուրս է գալիս, ասում է բա ուր է ժողովուրդը։ Ի ժողովուրդ չկա։ Չկա ժողովուրդ։ Ուր է ժողովուրդը շուրջ 10 օր է իշխանական թիմն ու կարգալույց քահանաները կաթողիկոսի այս խոսքն են շրջանառում։ Ուր է ժողովուրդը։ Հետևի մասն։ Ետևում է։ Էստես չէ։ Շահարկումներ են ըստ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենի։ Տեր Եսայի քահանան նախընդգծում է վեհապարին օդանավակայանում դիմավորելու համար մարդիկ ինքնաբուխ էին եկել, կազմակերպված ոչինչ չկար։ Իսկ կաթողիկոսը ուր է ժողովուրդը հարցով փորձում էր հասկանալ, թե դեպի որ կողմը դիրքավորվի խոսքն ուղղելու համար։ Դա պարզապես տեխնիկական ճշտում էր, որ համախմբվածներին իր օրհնությունը փոխանցելու համար ընդամենը։ Հետևաբար մնացած բոլոր շահարկումները ընդամենը մանիպուլյացիա են։ Ես պետք է ժողովրդին խոսք ունեմ։ Չեմ կարող ես մեջքով ժողովրդին կանգնած խոսք ունեմ։ Վերաքննիչում այսօր մեկնարկեց եւ անմիջապես էլ հետաձգվեց Միքայել arczepiskopos Աջապահյանի բողոքի քննությունը։ Շիրակի թեմի առաջնորդը արդարացում է ակնկալում։ Նա կես տարի է բանտում է իշխանության զավթման կոչի հոդվածով, մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական է համարում։ Իշխանություն եկեղեցի չմարող առճակատման ֆոնին Աջապահյանից բացի եւս 3 բարձրաստիճան հոգեվորականներ են ճաղերի հետևում։ Մինչ քննությունը կսկսի, Սրբազանը առաջիկա օրերին կվիրահատվի։ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց եւ հետաձգվեց Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստը։ Վերաքննիչ դատարան է դիմել ինչպես Շիրակի թեմի առաջնորդը, որը արդարացում է պահանջում, այնպես էլ գլխավոր դատախազությունը, որը 2 տարվա ազատազրկման փոխարեն պահանջում է նրան ազատազրկել 2.5 տարի։ Մինչև դատական նիստը սկսելը Աջապահյանը շատ կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, նշեց, որ վաղը տեղափոխվելու է հիվանդանոց։ Դատականիստի ներկա չէին դատախազները, այդ պատճառով էլ դատականիստը հետաձգվեց։ Դատավորը հայտարարեց, որ դատախազները նշել են, որ իրենք ծանուցված չեն այսօրվա դատական նիստի մասին, եւ քանի որ դատախազները ներկա չէին, ապա նիստը չէր կարող շարունակվել։ Պաշտպանության կողմից դիրքորոշումն անպայմանորեն շարունակել։ Անպայմանորեն կազմում չի կարելի շարունակել եւ հաջորդ նիստի հետ կապված խնդրենք նկատի ունենալ ավելի մեծ դավիճ տրամադրել, հաշվի առնելով, որ նկարների ցանկություն այս նիստի մասնակցելու շարունակել։ Վերաքննիչ քրեական դատարան էին եկել նաև Շիրակի մարզի բնակիչներ, որոնք այդպես էլ չկարողացան մուտք գործել դատականիստերի դահլիճ, քանի որ նստատեղերը զբաղեցված էին եւ նրանք հենց դատարանի ներսում բողոքում էին, պահանջում էին, որ իրենց եւս տեղ տան դատականիստերի դահլիճում։ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար։ Դեռ կես տարի առաջ նրան ձերբակալեցին, կալանավորեցին եւ արդեն կես տարի է նա գտնվում է անազատության մեջ։ Նա մեղքը չի ընդունում, քաղաքական հետապնդում է համարում իրեն վերագրվող հանցագործությունը, այդպես են ասում նաեւ նրա փաստաբանները, հայտարարում են, որ Սրբազանը ընդհանրապես քաղաքական տեսակետ է հայտնել, ոչ թե պատրաստվում էր իշխանությունը զավթել, որևէ գործողություն նա չէր պլանավորում։ Դատականիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ մի քանի խախտումներ է թույլ տվել առաջին ատյանի դատարանը։ Օրինակ ընդդատության կանոնի խախտումը, որ դատարանը Գյումրի Շիրակի մարզի ընդհանուր ավարտության դատարանի ենթակա գործը քննել է Երևան քաղաքում։ Ուրեմն սա բացարձակ տեխնիկական չի, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է, օրենքում, որ օրինակ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չի, այս փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն այդ աստիճանի կարևորություն ունի։ Լրագրողների զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ վերաքննիչից առաջինը պահանջում են արդարացում։ Եթե իրենք որոշելու են կրկին ակնհայտ ապօրինի դատականակ կայացնել, դրա դեմը ոչինչ չեն կարող անել, որտեղ որոշում կայացնողը իրենք են, կնիկն ու ստորագրությունը իրենք են դնում, այսինքն այստեղ չեն կարող այլ մեթոդ կիրառել, քան իրավական գործընթացները, բայց կա գործ, որտեղ դու ներկայացնում ես փաստեր, որոնք որ տարբեր իրավաբաններ կարող են տարբեր կերպ գնահատել, իսկ այս գործով մենք ներկայացնում ենք փաստեր, որ անհնար այլ կերպ գնահատել, դրանք մաթեմատիկական ճշգրտություն են իրավաբանության մեջ։
Հեղաշրջման կոչի հոդվածով կալանավորված Աջապահյանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով arքեպիսկոպոսը վերահաստատել է դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը։ Ընդ որում 2024-ի հայտարարությունը թեև բողոքին իրավապահները հանցագործություն չէին որակել։ Դանիել Յոհաննիսյանն էր 1 տարի առաջ բողոք ուղարկել դատախազություն, ինչին ի պատասխան իրավապահները արձանագրել էին հանցակազմ չկա։ Դատախազությունն իր դիրքորոշման փոփոխությունը բացատրել էր նրանով, թե ճիշտ է Աջապահյանն այս մասին խոսել 2024-ին, իսկ հետո վերահաստատել իր կարծիքը ոչ թե հուզական վիճակից ելնելով, այլ գիտակցված ու շարունակաբար, իսկ այդ հայտարարությունները մեջբերեմ նոր լույսի ներքո են երևում Բագրատ Սրբազանի ղեկավարած Սրբազան պայքար անունը ստացած շարժման կողմից իշխանության զավթման եւ ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։ Դեռ անցած շաբաթ Միքայել Սրբազանի փաստաբաններն հազանգել էին, որ նա վիրահատության կարիք ունի եւ արդեն հայտնի է, որ վաղը նրան կտեղափոխեն Իզմիրլյան բժշկական կենտրոն, նրա իսկ բժշկի մոտ, իսկ թե երբ վիրահատությունը կանցկացվի, դեռևս պարզ չէ։ Հաջորդ դատական հունվարի 13-ին է Վերաքնիչ դատարանում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով եւ մեր աշխարհագրական դիրքով։ Ծառահատումներն են Երևանի կեղտոտ օդի հիմնական պատճառը, ընդդիմախոսները հակադարձում են քաղաքային իշխանությանը։ Շին հրապարակ է մեր քաղաքը։ Какое просто меня выпустили. Слава, меня повернули в Украину. Չեն զղջում, հայտարարում են պայքարը շարունակելու մասին։ 5 տարվա բանտարկությունից հետո Բելարուսի ընդդիմության ներկայացուցիչները ազատ արձակվեցին։ Я всегда видел то, что я считал правильным и нужным. ՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծելու գործով բոլոր մեղադրյալները, թե անմիջական մասնակիցները, թե օժանդակողները այս պահին ազատության մեջ են։ Ընդդիմադիր Հակոբյանը ազատությանը պատմել է, նրանց նախկինում անգամ տեսած չկա։ Նա շարունակում է տեղի ունեցածը կապել իշխանության հասցեին իր կոշտ քննադատության հետ։ Նախկին պատգամավոր ընդդիմադիր Միհրան Հակոբյանի վրա հարձակված տղամարդիկ ձերբակալվելուց անմիջապես հետո ազատ են արձակվել։ Հակոբյանին մարմնական վնասվածք պատճառած մարդկանց կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Օրը ցերեկով բորենու նման մարդու վրա կարող են հարձակվել նախորոք պլանավորված, դարանակալված եւ դրանից հետո իրենց ոչ մի բան դրա համար չի լինի։ Մեկ շաբաթ առաջ հանրային տարածքում Դալմամոլի հարևանությամբ մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել էին իշխանությանը կոշտ քննադատող Հակոբյանի վրա ու նրան ծեծել, գլխին էին հարվածել ու քիթը կոտրել։ Ոչ մի տեսակի անձնական թշնամի, նույնիսկ վեճ, նույնիսկ հակասություն որևիցե մեկի հետ չունեմ։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ բացահայտել է բռնարարների ինքնությունը։ 5 հոգու մեղադրանք են առաջադրել, միայն նրանց անվան առաջին տառերն են նշել։ 3-ը մեղադրվում են առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, 2-ն էլ բռնությանը օժանդակելու։ Ըստ քննչականի բռնությունը նախապես են պլանավորել ու իրականացնելու համար մեքենա կեղծ համարանիշ են ձեռք բերել, հետապնդել են Միհրան Հակոբյանին ու հարձակվել։ Եվ այս ամեն ինչը իմ արտահայտվելու, իմ քաղաքական, հանրային կեցվածքի դիրքորոշման համար է կազմակերպված ակնհայտորեն եւ դրա ապացույցն էլ հենց այն էր, որ հարձակվողներին իրավապահ համակարգը ձերբակալում է շատ արագ, բայց նրանք նույն արագությամբ ինչ որ ձերբակալվել են, նույն արագությամբ էլ ազատ են արձակվում։ Ովքեր են բռնություն գործադրողները, ինչու են իրեն թիրախավորել։ Քննչականում Հակոբյանին նրանց լուսանկարներն են ցույց տվել, անուններն էլ են ասել, բայց ասում է չի ճանաչում։ Պնդում է իր ընդդիմադիր գրառումների ու ելույթների համար է թիրախավորվել, իշխանությանն է մեղադրում։ Եվ եթե այս ամեն ինչից պետքա ճնշվեմ, վախենամ, տարբերակը որն է, վերցնեմ իմ իրերը, այս երկրից գնամ, որը չեմ պատրաստվում։ Վարչապետն այս դեպքից մեկ օր անց անանուն գրառում արեց ու դատապարտեց բռնությունը։ Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե քաղաքական, թե իրավական գնահատականի։ Դատապարտեց եւ անցավ առաջ։ Դրանից հետո այդ մարդկանց ձերբակալում են, այդ մարդիկ նույնիսկ մեկ օր չեն կալանավորվում։ Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը չի հավատում Հակոբյանը։ Եթե այդքան բռնությանը դեմ է, ինչու են ազատության մեջ մեղադրյալները։ Երբ կարծիք հայտնելու համար ազգային անվտանգության ծառայության մեկուսարաններում են հոգևորականներն ու գործարար Կարապետյանը շեշտում է Միհրան Հակոբյանը։ Մեկը կալանքի տակ է խոսքի համար, մեկը անհասկանալի թե ինչի համար,
եւ դրանք հարգարժան, պատվարժան մարդիկ են, որոնք կալանավորվելու ուղղակի աբսուրդի ժանրից է սա։ Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մի դիկտատուրայի գնացող մի համակարգի հետ, որը նման կերպ է իրեն պահում։ Իսկ ինչ կասի մամուլում շրջանառվող այն վարկածի մասին, որ իր ծեծը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվերով է։ Հակոբյանը դեպքից օրեր առաջ մի գրառում էր արել ԱԱԾ տնօրենի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ինտիմ կապի մասին, ավելի ճիշտ հարցադրում, ու րոպեներ հետո ջնջել։ Լուրեր շրջանառվեցին, թե հենց այս գրառման պատճառով է հաշվեհարդարը եղել։ Հակոբյանը խոստովանում է, որ գրել ջնջել է, բայց թե ով է իրական պատվիրատուն, կարծում է քննչականը պետք է պարզի։ Շատ կարճ ժամանակ հետո դա հեռացրել եմ, որովհետև իմ ընկերները զանգահարել են ինձ, մի շարք մարդիկ ինձ շատ մոտ, հարազատ եւ հորդորել են դա հեռացնել մի բանի համար, որ այդ բառապաշարով, որով արտահայտվում է երկրի վարչապետը, ինձ չի սազում։ Ինձ բառացի ասել են իմ ընկերները, խորհուրդ են տվել, ասել են մի Նիկոլի մակարդակին հանի այդ գրառումը, ես էլ հանել եմ։ Բռնության շարժառիթի մասին քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում, ոչ էլ հանցագործության համար մեղադրվողների անուններն են ասում։ 4 տարի առաջ էլ Միհրան Հակոբյանի տան բակում իր մեքենայի տակ նռնակ պայթեց։ Քրեական գործ հարուցվեց, բայց դեպքը այդպես էլ չբացահայտվեց։ Հայաստան դեռ կվերադառնանք հիմա միջազգային լրահոսից մի քանի թեմայի անդրադառնանք։ Ամերիկացիների հետ գործարքի արդյունքում ազատ արձակված բելարուս քաղբանտարկյալներից որևէ մեկը չի ափսոսում 5 տարի առաջ կրկին վերընտրվել ցանկացող Լուկաշենկոյի ռեժիմի դեմ դուրս գալու համար։ Նրանցից մի քանիսը, որ այժմ Ուկրաինայում են, Բելարուսից դուրս գալուց հետո մամուլի ասուլիս են հրավիրել։ Я всю жизнь делал то, что я считал правильным и нужным. Ողջ կյանքում արել եմ այն, ինչ համարել եմ ճիշտ եւ անհրաժեշտ, ու եթե Բելարուսն ունի իմ կարիքը, կփորձեմ ինչ-որ բան անել երկրիս համար, ասում է նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն։ Մոտ 5 տարի բանտում անցկացնելուց հետո նա շաբաթ էր ազատ արձակվել 122 այլ քաղբանտարկյալների հետ, որոնցից շատերն անազատության մեջ էին հայտնվել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերի ժամանակ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրանց ազատ արձակեց ԱՄՆ-ի հետ ձեռքբերված գործարքի շրջանակում, որով վերացվեցին Բելարուսի կալիումի արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները։ Վիկտոր Բաբարիկոն, որը ձերբակալվել էր 2020 թվականի հունիսին իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարելուց հետո եւ փողերի լվացման ու կոռուպցիայի մեղադրանքներով դատապարտվել 14 տարվա ազատազրկման, 3 Ուկրաինայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի զղջում այն ժամանակ կայացրած որոշման համար։ Մարտահրավեր նետելու Լուկաշենկոին, որն իշխանության է արդեն ավելի քան 30 տարի։ Решение было правильно в момент его принятия. Որոշումը ճիշտ էր այն պահին, երբ այն կայացվեց։ 2020 թվականին մենք արեցինք այն, ինչ կարող էինք անել։ Ես չեմ զղջում արածիս համար։ Մենք չպարտվեցինք, մենք հաղթեցինք։ Մենք չստացանք մրցանակը, բայց մենք ավելի ուժեղ դուրս եկանք։ Но мы оказались сильнее. Ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել էր 2020 թվականի սեպտեմբերին եւ դատապարտվել 11 տարվա ազատազրկման, իշխանությունը զավթելու եւ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Ընդդիմադիր գործչին ձերբակալելուց 1 օր առաջ առևանգել էին եւ ստիպել մեկնել Ուկրաինա, սակայն նա սահմանին պատռել էր անձնագիրն ու մնացել Բելարուսում։ Կոլեսնիկովան երեկվա ասուլիսին վստահեցրել է, չի ափսոսում իր որոշումների համար, ապահավել էր, որ կհաստատվի Եվրոպայում, իսկ առաջիկա ամիսները մտադիր է անցկացնել ընտանիքի հետ ու զբաղվել իր առողջությամբ։ Нет, я ни о чем не жалею. Ոչ մի բանի համար չեմ զղջում։ Կան ժամանակներ, երբ դու ստիպված ես դժվար ընտրություններ կատարել։ Ես պաշտպանել եմ իմ արժեքները եւ ես միայնակ չեմ, մենք շատ ենք։ Таких я не одна, нас очень много. Ընդդիմադիր գործիչները խուսափել են կալանավայրում պահման պայմաններից խոսել, բացատրելով, որ իրենց ասած ցանկացածման կարող է բացասաբար ազդել դեռ այնտեղ գտնվողների վրա։ Նրանք նաև ասել են, որ տեղյակ չեն, թե ինչու են իրենց մեծ մասին 114 մարդու տեղափոխել Ուկրաինա։ Ազատ արձակվածներից միայն 5-ն են Ուկրաինայի քաղաքացի։ Նախագահ Զելենսկին այսօր տեսակապով խոսել է քաղբանտարկյալների հետ եւ ասել, որ նրանք համապատասխան աջակցություն կստանան։ Ազատ արձակված քաղբանտարկյալներից 9-ը մեկնել է Վիլնյուս, այդ թվում իրավապաշտպան Նոբելյան խաղաղության մրցանակակիր Ալես Բելյացկին, որը ձերբակալվել էր 2021 թվականի հուլիսին եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման, ցույցերը ֆինանսավորելու եւ իրավապաշտպան գործունեության նպատակով Եվրոպական միությունից մաքսանենգ ճանապարհով կանխիկ գումար Բելարուս մտցնելու մեղադրանքով։ Լիտվա ժամանելուց հետո հայտնի իրավապաշտպանը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ հազարավոր մարդիկ դեռ անազատության մեջ են, հետեւաբար իրենց պայքարը շարունակվում է ու պետք է հասնեն նրան, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ
արձակվեն։ Հազարավոր մարդիկ բանտարկվել են եւ շարունակում են բանտարկված մնալ։ Մեր գործընկերները, իմ գործընկեր Վալյանցին Ստեփանովիչը, որը իրավապաշտպան է, նույնպես մնում է բանտում, չնայած իմ ազատ արձակմանը։ Հետևաբար մեր պայքարը շարունակվում է։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրիտն այսօր հայտարարել է, որ Բերլինն արագացված կարգով ապաստան կտրամադրի Մարիա Կոլեսնիկովային եւ Վիկտոր Բաբարիկոին։ Վիասնա իրավապաշտպան խմբի տվյալներով Բելարուսում 1100-ից ավելի քաղբանտարկյալ կա, այդ թվում լրագրողներ եւ ակտիվիստներ։ Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, նաեւ այլ կազմակերպություններ քանիցս դատապարտել են Բելարուսին ընդդիմադիրներին բանտարկելու համար, պահանջելով ազատ արձակել նրանց։ Բելարուսցիներն ասում են, որ 123 քաղբանտարկյալի ազատ արձակումը դեռ չի նշանակում, որ երկրում բռնաճնշումները դադարեցվել են։ Մենք պետք է հասկանանք, որ Բելարուսում դեռ 9 միլիոն մարդ կա, որոնք Ռուսաստանի օկուպացիայի եւ Լուկաշենկոյի ռեժիմի բռնապետության տակ են։ Քանի դեռ դա չի ավարտվել, 2020 թվականին սկսված այս բռնաճնշումները ցավոք կշարունակվեն շատ երկար ժամանակ։ Լուկաշենկոն ավելի շատ մարդ է բանտարկել։ Ազատ արձակվողներն ասում են, որ քաղաքական պատճառներով բանտերում ավելի շատ մարդ կա, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Ամիսներ առաջ դարձյալ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Լուկաշենկոն եւս մի քանի տասնյակ քաղբանտարկյալների էր ազատ արձակել։ Նրանց շարքում ընդդիմադիր առաջնորդ Սերգեյ Տիխանովսկուն ու Ազատություն ռադիոկայանի երկու թղթակիցների։ Վերլուծաբանների համոզմամբ Բելարուսի ավտոկրատ առաջնորդը փորձում է այս կերպ մեղմել արևմուտքի վերաբերմունքն իր նկատմամբ։ Հայաստան վերադառնանք։ Երևանի կեղտոտ օդի թեման այսօր կրկին ակտիվացավ քաղաքապետի մի հայտարարությունից հետո։ Ամեն ինչ Ավինյանը թվարկում է բացի իրենց իսկ իշխանության ժամանակ իրականացրած ծառահատումներից, որն էլ ըստ ընդդիմախոսների սխալ որոշում էր ու էլ ավելի խորացրեց աղտոտվածության հարցը։ Իսկ քաղաքային իշխանությունը չի հանձնվում, կենտրոնում միայն ոչ սաղարթախից սակուրաներ է ուզում տեսնել, կանաչապատ մեծ տարածքներ միայն Երևանից դուրս։ Երևանի վատ օդի պատճառը ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխարհագրական դիրքն է։ Այսօրվա նիստում էլ օդի հարցներ քննարկվում։ Խոստացան, որ օդի աղտոտվածությունը կրճատելուն միտված նախագծեր կներկայացնեն առաջիկայում։ Մի առաջարկ էլ քաղաքապետն ուներ։ Դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք որ բերում են այդ սմոգը, այդ օդը դեպի քաղաք։ Այն խնդիրները, որոնք որ առկա են Երևանի ներսում, այդ խնդիրները Երևանից դուրս լուծել պետք չի։ Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանը տարիներ շարունակ պնդում է. օդի աղտոտվածությունը լեգենդ չէ, եւ միակ պաշտպանող վահանը ծառերն են, որոնք վերջին տարիներին անողոքաբար հատվեցին։ Մայրաքաղաքից դուրս կանաչ պատնեշ իհարկե պետք է, ասում է Վարդանյանը հավելելով, իսկ ինչու զանգվածաբար հատվեցին հենց Երևանի, մասնավորապես կենտրոնի սաղարթախից ծառերը։ Միակ վահանը, որը պաշտպանում է բնակչության առողջությունը, ամենավտանգավոր PM2.5 մասնիկներից դա ծառերի սաղարթներն են։ Երևան քաղաքում, կենտրոնում խնձվեցին ուղակի վայնասաղարթ հասուն ծառերը, փողոցի կանաչապատումը դա այգիներում, պուրակներում տասածառ չի։ Դա օդափոխության միջանցքներ են, որոնք որ կապում են իրար հետ տարբեր հատվածները եւ մղում են օդը, ապահովելով օդափոխությունը։ Հիմա հանելով այդ ամբողջ համակարգը եւ տասնյակ տարիներով կոտրելով Երևանի կանաչ կմախքը, ասել որ մեզ պետք է Երևանի մուտքում երրորդ օղակը ձևավորել, դա ուղղակի պատկերացում չունենալ, թե ինչ նշանակում կանաչ կմախ։ Կանաչ օղակը չի խանգարում։ Երևանի կենսական հարցը լանջերի կանաչապատումն է։ Սարալանջը կարգի բերեք, այդտեղ ծառերի շերտեր սարքեք, ամենտեղ որտեղ որ բաց հողային մակերեսներ են, ծածկեք հողային մակերեսները, ջրարբիացման հարցերը լուծեք Երևանի, տրանսպորտային հոսքերը կառավարեք։ Ինչի մասին է խոսքը։ Ավինյանը պնդում է, որ վերջին 3 տարիներին Երևանում կանաչ տարածքները ավելացել են 44 հեկտարով, գերազանցելով նախորդող 22 տարիներին կանաչապատման ուղղությամբ արված աշխատանքները։ Բնապահպանը սակայն հիշեցնում է, մայթեզրերի ծառերը, որոնք փոշի էին կլանում, հատվել եւ փոխարինվել են դեկորատիվներով։ Քաղաքապետարանի բացատրությունը, թե դրանք այլևս պիտանի չէին, Վարդանյանն առաջին անգամ չէ, որ հակադարձում է։ Ուրեմն մենք 2020-21 թվականին քարտեզագրում իրականացրեցինք Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում։ Որևիցե ծառ
հատման ենթակա չի եղել։ Ես չգիտեմ Տիգրան Ավինյանից հետո ինչ պատահեց, որ մեր ծառերը փողոցներով դարձան հատման ենթակա։ Որտեղ մենք ցավոք սրտի 5 անգամ ավելի պակաս ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ ունենք, եւ այսպիսի ծանրագույն վիճակում գտնվող կանաչ ֆոնդի պարագայում ուղղակիորեն սպառնալիք է բնակչության առողջության, կյանքի որակի եւ կյանքի տևողության համար։ Սաղարթի պակասը մի կողմից, շինհրապարակներից տարածվող փոշին էլ մյուս կողմից են խեղդում երևանցիներին։ Շինհրապարակ է մեր քաղաքը։ Այսօր մեր հանրապետությունում կարելի ասել համար առաջին բնապահպանական խնդիրն է։ Թթվածին չկա։ Շինարարության մասին չենք ասում։ Երեկվանից սկսած տարածաշրջան են երթափանցել հյուսիսից քամի, եւ որի արդյունքում տեսանելիորեն նաեւ մեր տվիճների 181 տվիճները ցույց են տալիս, որ օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել։ Բարի լուրը քաղաքապետարանի բնապահպանության վարչության ղեկավարի պաշտոնակատարը այսօր հայտնեց։ Բնությունը իրենն անում է, իսկ մարդը բնապահպանները տևական ժամանակ է քաղաք նախտոտող շինհրապարակների փոշու մասին են խոսում։ Քաղաքային իշխանությունից պահանջում անբարեխիղճ կառուցապատողներին զրկել շին թույլտվությունից։ Քաղաքապետարանում այսօր այդ հարցը չշրջանցվեց։ Նախազգուշացրել են, Ավինյանին այսօր օրինագելի կառուցապատողների ներկայացրեցին։ Չգիտեմ, որ համարյա ավտոբուսն է, բայց էլ նայեք։ Իսկ քաղաքապետարանի այս աշխատակիցը ավտոբուսի վարորդը պատասխանատվության է ենթարկվել 3 մայրաքաղաքը ծխահարելու համար։ Հետևից հսկայական ծուխ արձակող ավտոբուսը ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ։ Համացանցում քննարկվող այս տեսանյութը քաղաքապետին էր վախեցրել։ Վախենալու պատկեր էր, այնպեսի տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է եւ տուրբիններից մեկը վառվում է։ Երևանում օդի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկն էլ մեքենաների արտանետումներն են։ Այս հարցի վրա սակայն այսօր քաղաքապետարանում չծանրացան։ Բավարարվեցին երևանցիներից ներողություն խնդրելով։ Եվս 2 շաբաթ եւ ուժի մեջ կմտնի առողջության համընդհանուր ապահովագրության օրենքը, բայց քչերը գիտեն, որ արդեն դեկտեմբերից սկսելու են դրա համար վճարել։ Մի նախաձեռնություն, որը իշխանությունը հեղափոխական ռեֆորմ է որակում, ընդդիմությունը անորոշությունների հերթական փաթեթ։ Ազատությունը փորձել է պարզել, ովքեր են առաջին փուլի շահառուները, ինչի համար են ամեն ամիս վճարելու աշխատողները եւ ինչքանով դա կերաշխավորի նրանց առողջ կյանքը։ Հունվարի 1-ից արդյոք բոլորը կունենան առողջապահական ապահովագրություն, առաջին պահումն աշխատավարձից երբ է լինելու եւ ինչ թվի մասին է խոսքը եւ քաղաքացին ինչպես է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ինչ ծառայություններից է օգտվելու, որքան վճար կա հատկացված իր համար։ Առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է եւ այս փուլից ներառվելու են համակարգում 2 խումբ քաղաքացիներ։ Առաջինը պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան 65+ տարիքի անձինք եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ եւ սոցիալական անապահովության բալ ունեցող 28 բալից ավել ունեցողներն են։ Նրանք մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախորոք ճշգրտված եւ մինչև հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին։ Հաջորդ խումբը ուրեմն ապահովագրավճար վճարողներն են, նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող անձինք։ Պահում աշխատավարձի հունվար ամսին մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը, այսինքն հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։ Առողջապահության նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի վաղը, հետևեք մեր թողարկումներին, նաև սոցցանցերում մեր աշխատանքին, ես ձեզ բարի գիշեր եմ մաղթում, հաջողություն։